Ա, ան եւ օ դրանց տարբերությունները ֆրանսերենում։ Ան ֆրանսերենում հաճախ օգտագործվում է տեղ ցույց տալու համար եւ այն օգտագործում ենք քաղաքներից առաջ։ Օրինակ, ձեր նշած օրինակում ասում ենք J'habite à Paris։ Փարիզը քաղաք է, դրա համար իրենից առաջ պետք է օգտագործենք ա եւ այն ցույց է տալիս տեղ, որտեղ եմ ապրում, կամ je vais à Paris, որտեղ եմ գնում եւ այլն։ Եվ հետո ունենք ան եւ օ։ Ան օգտագործում ենք այն երկրներից առաջ, որոնք իգական սեռի են։ Այո, ֆրանսերենում երկրներին նույնպես տալիս են սեռ եւ պետք է տարբերենք։ Իհարկե, հիմնականում իգական սեռի երկրներ են եւ արականները քիչ են։ Այսպես, օրինակ, Արմենի։ J'habite en Arménie, j'habite en Arménie։ Ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանից առաջ օգտագործում ենք ան։ Երկրներից առաջ երբեք ա չենք օգտագործում, կամ պետք է լինի ան կամ էլ օ։ Իգական սեռի երկրների հետ ան, օրինակ je vais en France կամ j'habite en France, Ֆրանսիան նույնպես, կամ j'habite en Italie։ Եվ այսպես, ֆեմինա երկրներից առաջ օգտագործում ենք ան։ Եվ ան օգտագործում ենք նաև այն երկրներից առաջ, որոնք սկսվում են ձայնավորով՝ en Italie, en Arménie եւ այլն։ Եվ երրորդը այստեղ օ օգտագործում ենք այն երկրներից առաջ, որոնք արական սեռի են, այսինքն մասկյուլան։ Օրինակ, j'habite au Canada կամ j'habite au Maroc կամ je vais au Portugal։ Je vais au Canada, Կանադա, Մարոկո կամ Պորտուգալիա։ Այդ երկրները մասկյուլան են եւ դրանցից առաջ օգտագործում ենք օ։ Այսպես, այս էր տարբերությունը։ Ան օգտագործում ենք քաղաքներից առաջ, ան օգտագործում ենք այսպես այն երկրներից առաջ, որոնք կներեք, որոնք ֆեմինան են եւ սկսվում են ձայնավորով, եւ օ օգտագործում ենք արական սեռի երկրներից առաջ։